Հələ զրույցին կանամ հետո զապիսին կնական լի։ Մենք ասում ես քանի տարեկան ես։ 15 15 Իբանց ես ծառայում։ Երբանից ես ծառայում։ Ես 2 տարեկան եմ մի հունվարին եմ չէ եկել ստե։ Են մի հունվարին եմ եկել են 2 տարվա առաջ հունվարին 92 թվին հա։ Ուրեմն 13 տարեկան ես էլ ծառայելիս այո։ Հա։ Որտեղից ես դու։ Մարտունաշենից։ Մարտունաշենից։ Ակեզ ինչն է դարձել դու 13 տարեկան հասակում քո դասընկերները դպրոցում սովորում են։ Ես եկել եմ Արմաշենի հետ։ Դու քանի տարեկան ես։ 16։ Երկուսով որոշալիք որպեսզի ձեր հայրենի բնաշխարհը ազատագրեք։ Պետք է մեր խաղը թուրքի ձեռը չմնա կյանք։ Քանի կանք պետք է վերցնենք։ Այ դուք հիշում եք Մարտունաշենի եւ Գետաշենի տեղահանությունները։ Լավ եմ հիշում։ Շատ լավ։ Ես ամեն ինչն էլ իմ աշխով եմ տեսել, թե Թաթուլին ոնց են խփել Արմենիին, Հրաչին։ Պետք է նրանց անունը չգցենք մենք։ Վերջն էլ պետք է մնանք միջև մեր կյանքի վերջ։ Կամ մահա կամ վերցնել լավ։ Որ պետք է Գետաշենը նախ դու վերցնենք 100%։ Դու էլ ուզում ես Մարտունաշենը վերցնել, այո։ Հա։ Չես վախենում պատերազմից։ Չէ։ Զենքին երբ ես տերապետել։ Երբ եղել որ զենքին տերապետել ես։ 11 տարեկան մեր գյուղում։ Տղաներն են սովորեցել քեզ։ Հա։ Արաբոյ ջոկատնալի մեր շենում են իրենք են ինսերտ։ Այ չեք ծաղում։ Երբ ես առաջի անգամ մտել ռազմի դաշտ եւ ճակատամարտվել թշնամու դեմ։ Երբ եղել հիշում ես։ Ստոյ կարիերում։ Նեն կարիերում։ Երնալիս բերտերը։ Մարտունաշենում քեզ չեն վստահել զենք։ Զենքին զնդե տված են աբոյանները հենց արտադրելիսն են։ Շմաստերը չեն մինեն վարակայս կարաբինն եկա։ Դետանց են սամաձելկի։ Դեատետ հանցան։ Շենում կեղել ենք դույս եկեն։ Հիշում ես օմոնականներին, ռուսներին, ինչ էին անում նրանք գյուղում։ Նրան մտել գյուղը 50 հատ տանկ արել է։ Նրան մտել մեր գյուղն իրաց գյուղի միջան, ասենց կեսրել մի հատ սարալ։ Բրցացել այդ սարը որ էլ կարանք վեշ լույր օգնություն կինենք։ Հո տեխնիկեկն էլ կեսեն իա մտել շենը սկսել են կտորին։ Վերը կրացել է փախել է, վերը բանարեն։ Վերը կրացել չսպանել։ Են անորեկցիորին մենք ետ ընտերել իրենք, մենք կինացել ենք, մեյդն են հվակել տարել թաղել, են մի օրին էլ արդեն ռավետ եք շերավլուս բացին լիսնի են տերել շենը երկալ են։ Միջև այստեղ գալըք քեզ ասում էին ճուտիկ, քո անունը ինչպես է։ Մովսես։ Մովսես։ Ծնողներդ գիտեն որ դու ստեղ ես։ Գիտեմ որ Ղարաբաղ եմ, բայց չգիտեմ որ ստեղ եմ։ Գիտեմ որ Ղարաբաղ ես, բայց չգիտեն որ զենքը ձեռքիդ կռվում ես, այո։ Հա։ Հիմա որտեղ են ծնողներդ։ Կալինինը։ Վրաստանի սահման։ Կուզես քո ծնողներին որեցե մի խոսք հայտնել։ Հա։ Ինչ ես ուզում ասել ինձ։ Ես կուզեմ ասեմ որ թող իրանք լավ մնան, ես։ Հա, դե ոչ։ Դու հնարավորություն ունես Մոսես այս պահին քո ողջունի խոսքը հայտնել քո ծնողին քո եղբայրներին եթե ունես։ Ես ուզում եմ ասեմ որ թող իրանք արխային են լավին են ես ստելա եմ ես ակիննական եմ նե թող իրանք ընդ արխային կանամ որ ես սաղեմ կիլական եմ հաղթանակը տնական ենք ես կիննական եմ Ես իմ ծնողներն են ասեմ որ միջև Գետաշենի հողում չերքեմ տուն չեմ վերադառնա կյանքում այդ տայմ նպատակն է պետք է այդ նպատակ անեմ հո մեր կոմանդիրը պետք է վեշնի մեր ռաչինի նույն ձևի ոնց կա ատամներն արմոր սեղմած ես տենում եմ պետք է մեր նպատակին հասնենք իմ հույսը իմ կոմանդիրն է հո պետք է այդ գործը անվի
100%։ Կամանձիր, ինչ կարծիք ես, այս տղաներ ասեն, երեխաներ ասեն, չգիտեմ ինչպես ասեմ, իրաց մասին ինչ կարծիք ես։ Ես ուղղակի ես մեր ճուտիկներեն արջուտիկ ենք ասում, սրանցավ շատ ուրախ եմ, ու ենքան վստահ եմ ես ճուտիկներեն, մի քիչ առաջ միշտ ձեր ստեներ կայանալը, իրանց ջուղերի մասին ենք խոսում, ես իրան ասեցի մայր մունք, ձեր ջուղը պիտի յորոնենք, պարարջամ, ուղղակի ուրախության չապ չկարելի իրան, մունք մեկա պիտի յորոնենք, գետաշենը մերնա, Ցավը տանեմ կային կամանձիր ջան։ Ես ինչքան սաղն իմ, ինչքան կենթանին իմ, ես պիտի ձգտեմ, պայքարեմ, իմ բոլոր մարտնչող ընկերներեսն հետ, պիտի մոր հողերը ազատենք, թշնամին, պիտի ջարդենք, մինչև հիմա ինչքան ջարդալանք, ավելի գազանաբար պիտի ջարդենք դրանց, որպեսզի սենց 80-ը սողանդյան վնարնեսին խնդրեն, ասեն խնդրում ենք վերջ տուվեք։ Ես կամանձիր ասած խոսքերով ես շատ եմ ուրախանում էլ ուղղակի, որ իր ասածի նպատակներին հասնենք մենք էլ ինձ կյանքում ոչ մի բան պետք չի։ Ծնող հողը մենակ, ուրիշ ոչ մի բան։ Կամանձիր վերջին մարտը հիշում ես, որ այս տղաները մասնակցել են ինչպես էին իրանք իրենց դրսևորում։ Հիշում եմ, վերջի մարտը մեր այս շիլյուզների պոստը վերցնելու ժամանակ ճուտիկը մեր հետ էր։ Ես այն մոմենտն եմ շատ հիշում, որ դաժե մեր պատրոն արդեն պրծալար, ասամ ճուտիկ պատրոն հոսցուրու։ Ճուտիկը չվախենալավ, հսալա ցինկերը շիլագած պատրոն են, ցինկերը պիրալա հստրալ, ասում կամանդիր հստրալ եմ պատրոնը։ Ունքտեղ արդեն մեր հաղթանակը ավելի հաջողացրալ ենք ու ավելի առաջ ենք եկալ ճուտիկին պիրած պատրոնը։ Ես ուրախ եմ ճուտիկները ավս։ Ճուտիկներ, այսպեսի մի հարց։ Ձեր կարծիքով, ձեր հասակակից տղաները ի վիճակի են այսօր զենք պարնել, դերապետել զենքին ու մարտնչել հայրենիքի համար։ Դեռ նոր են, ասենք 16-17 տարեկանները եւ չկամությամբ եւ ցանկությամբ կամավորագրվում են մեր պաշտպանության բանակին։ Կյանքն է ստիպում այդպես։ Որ կյանք ստիպում է մարդին չել ասես պետք է անի։ Ու պետք է միջև վերջել մենք զենքի հետ ելնենք։ Դու ինչ կարծիք ես։ Մարդ կարում է, բայց կելիս չնի, վախում է ջանն է պահում, գլուխ է պահում իրեն հետի։ Իրանք մտածում են, որ գիտում են թալա, որ ոչ մինը քինավեշ թորքը ու կիլակյան չի։ Բայց որ ոչ մինը կավեշ թորք կիլակյան է իրենց էլ կողտա, ալմանին չելանի իրենք հետ քանում մտածում չեն։ Գետաշենի հողում հայեր կային շատ, նրանց մեջ էլ նաև մեր թաթուլը քաջ, քաջ թաթուլն էլ զոհվեց հերոսի մահով, մնացել են մարդիկ տխուր ու մոլոր, մայրը կորցրել է իր քաջ զավակին, վաղուց ես սպասել որդուն թաթուլին, բայց թաթուլն էլ չեկավ, նա գնաց զոհվեց հերոսի մահով, մնացել են մարդիկ տխուր ու մոլոր։ Գետաշենում երբեք չեն մոռանա քեզ, քո անունը կհիշվի դարերով անվերջ, մենք քեզ չենք մոռանա սիրելի թաթուլ, հայրենիքի հողն էլ քեզ գրկել ամուր։